Խելոք գյուղացին։ Լատիշական հեքիաթ։ Վաղուց, շատ վաղուց մի իմաստուն թագավոր է լինում։ Մի կիրակի օր նա գնում է իր դաշտերում շրջելու։ Տեսնում է մի գյուղացու, մոտենում է նրան ու հարցնում. «Դու ինչու ես կիրակի օրը աշխատում, շաբաթվա մյուս օրերը քեզ հերիք չեն»։ «Ես չէի աշխատի, թագավոր», ասում է գյուղացին, «եթե այն 32-ը չլինեին»։ Թագավորը մտածում է, թե ինչ է նշանակում դա։ Շատ է մտածում, բայց այդպես էլ գլխի չի ընկնում։ Հարցնում է գյուղացուն. «Ասա ինձ, ինչ է նշանակում 32»։ «Դե, եթե բերանումս 32 ատամ չլինեին, ես կիրակի օրը չէի աշխատի»։ Այստեղ թագավորը հրամայում է գյուղացուն. «Տես հա, ոչ մեկին այդ մասին չպատմես, մինչև 100 անգամ չհանդիպես ինձ»։ Գյուղացին խոստանում է։ Թագավորը վերադառնում է տուն, կանչում է իր սպաներին ու իշխաններին ու ասում. 3 օր ձեզ ժամկետ եմ տալիս, որ մտածեք և ինձ ասեք, թե դա ինչ 32 է, որոնց պատճառով գյուղացին ստիպված է լինում կիրակի օրը աշխատել։ Ով որ դա ինձ ասի, նրա պաշտոնը կբարձրացնեմ և փողով էլ կպարգևատրեմ»։ Ցրվում են իշխանները և սպաները ու մտածում են, թե ինչ է նշանակում 32, բայց չեն կարողանում իմանալ։ Իսկ ջահել սպաներից մեկը որոշում է գնամ ծերերից հարցնեմ, նրանք այդ բաներից գլուխ են հանում։ Գնում է նա դաշտով ու մեկ էլ հանդիպում է նույն գյուղացուն։ Հարցնում է. «Դու չգիտես, թե ինչ 32 է, որի պատճառով գյուղացին ստիպված է կիրակի օրը աշխատել»։ «Գիտենալը գիտեմ, բայց դե քեզ ասել չեմ կարող, մինչև որ 100 անգամ չտեսնեմ թագավորին»։ «Ասա, դրա համար ես քեզ 99 տալլեր կտամ»։ Լավ փող է, մտածում է գյուղացին ու պատմում, որ 32-ը մարդու ատամներն են։ Սպան ուրախանում է, տեղն ու տեղը 99 տալլերը տալիս է գյուղացուն ու գալիս տուն։ Երրորդ օրը բոլոր իշխաններն ու սպաները հավաքվում են թագավորի պալատում։ Թագավորը հարցնում է, թե ով է գտել իր հարցի պատասխանը։ Ամեն մեկը իր մտածածն է ասում, բայց ոչ ոք չի կարողանում ճիշտն ասել։ Այստեղ ջահել սպան ասում է. «Ես գիտեմ, դա ատամներն են»։ «Քեզ ծեր գյուղացին է ասել», բացականչում է թագավորը։ Թագավորն իսկույն գնում է գյուղացուն մոտ ու ասում. «Դու ինչպես ես համարձակվել ուրիշին պատմել ատամների մասին, չէ՞ որ 100 անգամ ինձ չես տեսել»։ Գյուղացին գրպանից հանում է 99 ոսկե տալլերները, իրար ետևից շարում է սեղանի վրա ու ասում. «99 անգամ ես քեզ տեսել եմ այս տալլերների վրա, իսկ 100-րդ անգամ աչքովս եմ տեսնում»։ Թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել ու նորից փող է տալիս գյուղացուն։ Հետո վերադառնում է պալատ, բարձրացնում ջահել սպայի պաշտոնը ու փողով պարգևատրում նրան։ Ասում է. «Երևում է գյուղացին ինձնից խելոք է»։